Ես Կուզնեցովա Սուսաննան եմ, սովորում եմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ռազմաօդային ուժերի ինստիտուտում։ Զինվորական ճանապարհ ընտրել եմ, քանի որ սիրում եմ խոստություն ու կարգապահություն եւ մանկուց սիրել եմ դժվարություններ հաղթահարել։ Սուսաննան 1 տարի է, ինչ գրում է կուրսանտի ուսադիրները։ Երիտասարդ աղջիկը մեծ ոգևորությամբ է սովորում ակադեմիայում, պատրաստ է դիմագրավել ցանկացած մարտահրավեր։ Ինչպես նշեցի, ես սիրում եմ դժվարություններ հաղթահարել եւ իմ կարծիքով զինված ուժերը շատ լավ տեղ է, որտեղ ես կարամ տարբեր փորձություններ անցնել եւ ավելի ուժեղանալ։ Ճիշտ է, դեռ առաջի կուրսում եմ սովորում, բարդ առարկաներ չկան մասնագիտական, բայց կփորձեմ լավագույնս սովորել, որպեսզի առաջադիմությունս ավելի լավ լինի։ Իմ առօրյայի մի մասն է դարձել համազգեստը, ինձ այն շատ է ոգևորում եւ այն կրելիս ես ինձ զգում եմ ավելի ուժեղ եւ համարձակ։ Սուսաննան առօրյայի մեծ մասն է նվիրում իր մասնագիտությանը, ջանք ու եռանդ չի խնայում հմտությունները զարգացնելու եւ հնարավորինս շատ գիտելիք ձեռք բերելու համար, իսկ ազատ ժամանակ ունենալուն պես զբաղվում է իր հոբիներով։ Բացի զինվորականի մասնագիտությունից, սիրում եմ նաեւ նկարել, մանկությունից ինքն իրեն դրսևորվել է նկարչությունը, խմբակների չեմ մասնակցել։ Երբ նկարում եմ, ավելի շատ լիցքաթափվում եմ, փորձում եմ իմ զգացմունքները փոխանցել ներկերի եւ նկարների միջոցով։ Բացի նկարչությունից նաև զբաղվում եմ երաժշտությամբ, նախնական երաժշտական կրթություն եմ ունեցել, հետագայում շարունակել եմ ինքնուսուցմամբ, տիրապետում եմ տարբեր երաժշտական գործիքների, գիտար, հարվածային գործիքներ, դաշնամուր։ Երաժշտությունը կազմում է իմ կյանքի մի մասը եւ հաճախ եմ նվագում իմ զին ընկերների համար։ Խոսելով զինված ուժերում կանանց ներգրավման մասին երիտասարդ աղջիկն ասում է, իգական սեռի ներկայացուցիչները եւս պետք է տիրապետեն ռազմական արվեստին։ Կանանց դերը կարևոր է զինված ուժերում եւ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր աղջիկ, յուրաքանչյուր կին իր պարտքը պետք է տա հայրենիքին։ Առջևում հմուտ եւ փորձառու զինվորական դառնալու երկար ու բարդ ճանապարհն է, սակայն կուրսանտ Սուսաննա Կուզնեցովան ոչ մի խոչընդոտից չի ընկրկում։ Նպատակին հասնելու համար արդարացված են բոլոր միջոցները։ Առաջիկա 3 տարիների ընթացքում փորձելու եմ ռազմական ակադեմիայից ստանալ բարձր գիտելիքներ, լավ հմտություններ, որպեսզի ապագայում օգտագործեմ զորքերում արդեն որպես սկզբնական դասակի հրամանատար եւ իմ գործում լինեմ լավագույններից մեկը։ Զարուհի Ռշտունի, Ռազմիկ Տիգրանյան, Զինուժ։